Հասանք ամենասիրելի հատվածներից մեկին, հատկապես ինձ, որ շատ է ոգևորում այս դաշտը միշտ, որտեղ անտարբեր չեմ կարողանում անցնել, մայիսի 30-ին Սիլենես Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալու մի տոն, բայց մեր ուսանողների համար, քանի որ հայկական մոտենում է ավարտական քննությունները։ Այո, ավարտական քննությունները հայկական պետական մանկավարժական համալսարանի արդեն ուսանողների, որոնք որ տոն են դարձնում տոն է ոչ միայն նրանց համար, այլ նաև տոն են դարձնում մեզ համար, որպես ուղղակի շարքային հանդիսատես գնում ենք նստում ու դիտում հրաշալի ոչ թե քննություն, այլ ներկայացում։ Ավելի մանրամասն արդեն կարծում եմ պետք է զրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր սպասում են։ Եվ այսպես հայկական պետական մանկավարժական համալսարանի բալետմայստերի վարպետության առարկայի դասախոս Սուրեն Խաչատրյանն է մեր հյուրը, բարի լույս։ Եվ հայկական պետական մանկավարժական համալսարանի հայկական ժողովրդական պար առարկայի դասախոս փորձավար Սյուզաննա Մխիկյանը։ Շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ինչպես առաջացավ այդ միտքը, հետաքրքիր է կարծում եմ եւ քեզ եւ ինձ եւ մեր հեռուստադիտողին, որ ավարտական այսպես քննությունը դարձնել համերգ։ Այդ միտքը ի սկզբանե առաջացել է մեր այսօրվա ամբիոնի վարիչ պրոֆեսոր Կարեն Գևորգյանի մոտ եւ 2004 թվականին եւ երբ նա ընտրվեց ամբիոնի վարիչ, այդ ժամանակվանից արդեն այդ ավանդույթը ձևավորվեց եւ արմատավորվեց մեր ամբիոնում, որը իմիջիայլոց, ասեմ, մանկավարժական հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն է կոչվում, այդ ամբիոնի մասին ենք խոսում եւ այդ տարվանից սկսած ամենատարբեր ներկայացումներ ու համերգային ծրագրերն են բեմադրել մեր շրջանավարտ ուսանողները։ Այսինքն դա պարտադիր բնույթ է արդեն դարձել, որ պետք է ավանդույթ նաև իր հերթին, դարձավ ավանդույթ եւ ամեն տարի մի նոր ներկայացումով, մի նոր պարային, այսպես համերգային ծրագրով ներկայանում են մեր ուսանողները։ Ամբողջ շրջանավարտները հավաքում են մի մտքի շուրջ եւ ներկայացում են ստեղծում։ Այո, թեման իրանք են ընտրում, թե այս սա շատ հետաքրքիր է, այո։ Սա իրոք շատ հետաքրքիր է, որտեղ ամենաբազմապիսի տարբերակները կան։ Մենք այս տարվա մասին, այս տարվա մտահղացման մասին դեռ կխոսենք, բայց մենք անցյալում բեմադրել ենք եւ ուսանողների մտահղացումների վրա գիտեք ոնց այսպես է լինում, մենք ուսանողներին հանձնարարում ենք բերել թեմաներ։ Դրանք փակ ծրարներով բերում են թեմաները եւ մենք քիչ-քիչ բոլոր ծրարները բացելով կողմնորոշվում ենք թե ավարտական քննության թեման դա լինում է 3-րդ կուրսի վերջում, որովհետեւ 4-րդ կուրսի ամբողջ ընթացքում սկսած սեպտեմբեր ամսից ուսումնական տարվա սկզբից նրանք սկսում են աշխատել երաժշտական նյութի հետ, ամբողջ ինֆորմացիոն նյութի հետ, հետո բոլոր շրջանավարտները մի ծրագրի շուրջ են աշխատում։ Այո, ավարտական մեկը մի հատվածն է բեմադրում, ինչ-որ մյուսը մի ուրիշ հատված է բեմադրում, մեկը լույսի հարցով է զբաղվում, մեկը համարվում են դիպլոմային աշխատանքներ եւ կարող է մի բեմադրական հատվածի վրա կամ մի բեմադրության վրա աշխատել 2 ուսանող կամ 1 ուսանող կամ երբեմն լինում է 3 ուսանող, նրանք պատասխանատու են որևէ դրվագի համար կամ որևէ պարային բեմադրության հատվածի համար։ Եվ դա համարվում է նրանց դիպլոմային աշխատանքը։ Պատկերացրեք բեմադրել ենք մենք Գիքորը, բեմադրել ենք Քաչնազարը, բեմադրել ենք պարարվեստի խաչմերուկներում ամբողջ աշխարհի տարբեր պարային մշակույթներին նվիրված համերգային ծրագիր Հարսնացույուսիսից բոլոր ցավոք սրտի այս պահին չենք կարող հիշել Երևանը մենք ենք 2004-ից եկեք վերադառնանք այս տարվա թեմային եկեք վերադառնանք այս տարվա թեմային շատ հետաքրքիր է եւ իրոք կարող եմ ասել աննախադեպ որովհետեւ նվիրված է աշուղական երգին եւ վերնագրված է այսպես պարում է հայ աշուղական երգը դրանով իսկ ինքը բացառիկ է որովհետեւ երգը սովորաբար երգվում է եւ հաշվի առնելով որ մեր աշուղական երգը համարվում է մեր ազգային երաժշտական մշակույթի ամենաայսպես գունեղ եւ ցայտուն տեսակներից մեկը այն միշտ երգվում է բայց մենք փորձ ենք արել ներկայացնել պարի լեզվով Եվ ինչպիսին են ընթացքը ինչպես է փորձերը որ փուլում եք այս պահին գտնվում Նրիվ ամբողջական պարզ է պատրաստ է թե
Բնականաբար պատրաստ է, որովհետև վաղն է լինելու մեր ներկայացումը։ Չէ, դա միշտ վերջի րոպեին ինչ-որ մի բան փոխվում, ինչ-որ մի բան էս չի ստացվում։ Այստեղ էս գույնից դուր չէր գալիս գույնը։ Ուսանողները արդյոք պատրաստ են։ Այո, ուսանողները շատ պատրաստակամ են, քանի որ նրանք մի ամբողջ տարի սեր, նվիրում, միմյանց հանդեպ հանդուրժողականություն, շատ բազմաթիվ այլ անցել են շատ դժվար ճանապարհ, կարող եմ ասել, որովհետև այս ամենը մենք նախ ասեմ, որ համագործակցում ենք Նարեկացի նվագախմբի հետ եւ եթե մնացած, ասենք, երկի բարի պետական անսամբլ օրինակ, եթե մշտապես ամեն օր է փորձը կատարում երաժիշտների հետ միասին, մեծ հնարավորություն է ընձեռնվել ընդամենը շաբաթական 2 օր եւ շաբաթական 2 օրով մենք կարողացել ենք մի ամբողջական հսկայական համերգային ծրագիր 16 բարային ներկայացումներ։ Քանի շաբաթ եք շաբաթական 2 անգամ հանդիպել։ Վերջի 2 ամսվա ընթացքում ենք, մի ամիսը մեկական անգամ ենք հանդիպում, բայց վերջին ամիսը արդեն երկուական անգամ։ Չէ, իհարկե ուսանողների համար դա նույնպես մի փորձություն է, որ պետք է նրանք էլ հաղթարեն, բացի այն, որ փորձ են ձեռք բերում աշխատել ուղիղ կենթանի հնչողությամբ երաժիշտների հետ։ Գիտեք ոնց, ի պատիվ մեր ուսանողների պիտի ասենք, իհարկե նշելով, որ ամբողջ այդ մթնոլորտ այդ միջավայրը շատ հետաքրքիր էներգետիկա է ստեղծված, որովհետև ինքը ստեղծագործական աշխատանք է, բայց ստեղծագործական աշխատանքի հետ զուգահեռաբար ընթանում է ուսումնական process-ը, որովհետև նրանք գալով տարբեր պարային կոլեկտիվներից եւ պետական եւ տարբեր պարային միավորներից եկել են դարձել են մեր ուսանողները եւ նրանք երբեք, այսինքն ուսումնական process-ը բացի ուսումնական process-ից երբեք համերգային ծրագրի մեջ միասին զգալով իրար, բռնելով իրար ձեռք, որպես մեկ կոլեկտիվ հանդես չեն եկել։ Սա նրանց առաջին փորձն է, բայց ի պատիվ մեր պրոֆեսորադասախոսական կազմի եւ ամբիոնի վարիչ պարոն Գևորգյանի հետևողական աշխատանքի ստեղծվել է լավ էներգետիկան, որտեղ որ մեր ուսանողները կարողանում են ստեղծագործել եւ դրսեւորվել եւ որպես ստեղծագործող եւ որպես պարող։ Իսկ ուսանողները, ովքեր որ մասնակցում են արդեն որպես պարող, նրանք հենց բեմադրողներն են, թե բեմադրողները կարող են բեմադրել, բայց խնդրել այլ ընկերների, սովորաբար ոնց որ անում են, այլ ուսանողներ կան պարեն։ Ես ուզում եմ նշել հետևյալը, որ մեր կուրսը 36 հոգի ուսանողներ են այս տարի ավարտում եւ այդ 36 ուսանողները հենց իրենք հանդիսանում են կատարողները այդ պարերի եւ բեմադրողները։ Հնարավոր է մարդը բեմադրել է այս կամ այն պարը, ինքը այդ պարի մեջ չի մասնակցում, հնարավոր է նաեւ ինքը եւ բեմադրել է եւ մասնակցում որպես բեմադրողական աշխատանքները հենց նրանց ուսերի վրա են կացի եղել։ Այո, դա իհարկե մեր միջամտությունը շատ է, շտկումները, մնացած ուղղորդումները, բայց ընդհանուր իրենք են պատկերացնում, տեսնում, նախ ասեմ, որ մենք ընտրել ենք 5 աշուղների, որոնց երգերի տակ պատկերացնում ենք արդեն ինչպես կարելի է պարային բեմադրություններ գեղեցիկ կատարել, որովհետև մշտապես մենք լսում ենք ինչպես են աշուղները գովերքի խոսքեր ասում իրենց սիրեցյալին, պատկերացում թե ինչպիսին պետք է լինի, բայց այդ ամենը ներկայացնել պարային շարժումների տեսքով, դա մի փոքր ինչ այլ է։ Այդ պատճառով մենք ընտրեցինք այդ 5 աշուղներին, անդրադարձանք դրանց ամենաճանաչված երգերին, որոնց ներքո կլիներ գեղեցիկ բեմադրական աշխատանքներ։ Հնարավոր կլիներ պար ներկայացնել։ Կազմակերպեցինք մեր ուսանողների հետ պատահականության սկզբունքով ընտրեցին իրենց աշուղներից որևիցե երգի տարբերակ, այդպես է եղել ընդհանրապես, եւ արդեն ամեն մեկը աշխատեց իրեն բաժին հասած երգի տակ բեմադրություն կատարելուն։ Եվ հետաքրքիր է այս տարվա թեման աշխուհական երգեր, որ ընտրվել է, էլի ծրարներից մեկում որևիցե ուսանող է գրված եղել։ Մենք անդրադառնանք այդ զրույցին, որ ինչպես եղավ, որ այս մտահղացումը առաջ եկավ։ Մենք քննարկել ենք էլի տարբեր թեմաներ, բայց մեր ամբիոնի վարիչը առաջարկեց, ասեց եկեք սենց բան չի եղել, եկեք այսպիսի բան անենք եւ այդ առաջարկությունը ուրախությամբ ընդունվեց բոլորիս կողմից։ Մենք մոտ 60-ից ավել երգեր ենք լսել, աշուղական, տարբեր աշուղների, բայց ընտրեցինք այս 16-ը, բայց որպիսի
ազնիվ լինի եւ որևէ մեկը չմտածի, որ այ այս երգը ինձ ավելի հոգեհարազատ էր, ես կարող էի սա բեմադրել։ Մենք արեցինք վիճակահանության սկզբունքով։ Այդ 16 երգերը գրեցինք թղթի վրա, տեղադրեցինք միտեղ եւ յուրաքանչյուրը եկավ քաշեց իրեն բաժին եւ ինքը ստանձնեց պարտավորություն այս երգի տակ գտնել իր պարային լուծումները, իր բեմադրական աշխատանքը կատարել։ Եվ եղավ ազնիվ, ոչ մի դժգոհություն, բոլորը կպան աշխատանքին։ Տոմսեր կարող են ձեռք բերել մարդիկ։ Թե փակ հրավիրատոմսերով է կամ հրավիրատոմսերով է, մենք տոմսեր չունենք, բաց կասա այդպես չունենք, որովհետև ուսանողությունը ամբողջը ինքն է։ Մեծ համերգային ծրագիր էր, կարար նաև տոմսերի վաճառքել։ Եթե դուք ուզեք, դուք կունենաք հրավիրատոմսեր։ Չէ, բայց միգուցե հետագայում լինի միտք հնարավոր չի։ Հետագայում միգուցե լինի միտք այս ամենը որպես համերգային ծրագիր նաև հանդիսատեսի համար ներկայացնել, ինչու ոչ։ Իհարկե կարող է լինել, որովհետև սա ահռելի աշխատանք է տարված, մեկ ամբողջական տարի, մեկ մտքի շուրջ հավաքված բոլորը եւ այս աշխատանքը այո պետք է նաեւ գնահատվի եւ պետք է նման օրինակ միջոցառումները շատ լինեն, որպեսզի պահպանենք մեր ազգայինը, տարածենք մեր ազգայինը ճիշտ գրագետ, ինչպես որ մեր ուսանողներն են այս տարի դա անում, կատարում։ Իսկ համագործակցությունը Նարեկացի նվագախմբի հետ կշարունակվի, թե միշտ ամեն տարի պետական քննության ժամանակ կհանդիպենք։ Նկատի ունեմ ինչ-որ վերջին կուրսում նմանատիպ փորձ, որ արդեն նվագախմբի հետ նույնպես արդի երեխաները, ուսանողները ինչ-որ փորձ։ Պետք է նշել, որ առաջին դեպքն է, բայց մենք որ համալսարանի ուսանողների հետ ենք համագործակցություն ունենում Նարեկացի հրաշալի նվագախմբի հետ, որոնց երաժշտությունը մի նոր լիցք է տալիս։ Մենք ձայնագրությունների տակ արել ենք բեմադրությունները, բայց հետո երբ որ եկանք փորձի, երեխաների մոտ մի նոր ոգևորություն սկսվեց աշխատանքի հետ, որովհետև նրանց երաժշտությունը իրոք գեղարվեստական ղեկավար մշակույթի վաստակավոր գործիչ Արտեմ Խաչատուրի մոտեցումները, նրա տեսլական ընդհանրապես ազգային տվյալ դեպքում աշխուղական երաժշտության հետ կապված շատ հետաքրքիր են, շատ մեղեդային են, շատ մեկ մի այլ հարթություն է տեղափոխում մեզ եւ երեխաները լրացուցիչ ոգևորություն են ունենում, բայց մի բան էի ուզում ասեի, մտքից թելը կտրվեց։ Ամեն դեպքում մինչև դուք կհիշեք, ամեն դեպքում ինքը որպես ներկայացում չէ համերգային ծրագիր, 16 տարբեր համարներ, 16 տարբեր աշխուղական ստեղծագործություններ, որոնց հիման վրա բեմադրվել են 16 տարբեր պարային բեմադրություններ։ Ինչպես ընկեր Մխիկյանը ասեց, մենք անդրադարձել ենք 5 աշուղների, դրանցից դասական մեր աշուղական արվեստի արքան Սայատնովան, հետո Աշուղ Հավասի, նրանից 3 գործ է ներկայացվում, Աշուղ Աշոտը 2 գործ է ներկայացվում, Աշուղ Շերամը եւ Աշուղ Ջիվանին։ Եվ այստեղ ես կուզենայի կարևորել նաև այն, որ մեր ուսանողները, որոնք այսօր ցավոք սրտի իրենց կյանքի բերումով կենցաղում լսում են այլ երաժշտություն, ոչ միշտ է, որ այդ երաժշտությունը ողջունելի է, այս նախագծի միջոցով մեր բոլոր ուսանողները սկսեցին սիրել աշուղական երգը եւ վստահ եմ, որ նրանք որպես պարարվեստի կրողներ եւ պարարվեստը հետագայում ապագայում տարածողներ այս երաժշտական ընկալումները կարողանալու են տարածել նաեւ ժողովրդի մեջ։ Մենք էլ ենք վստահ եղել այն դժվարությունները, որ ուսանողները կարողացել են հաղթահարել։ Հիմնական դժվարությունները որոնք են եղել դրանց համար։ Դժվարություն միգուցե չասեմ, բայց տեսեք, երբ լսում են երաժշտությունը, երաժշտության ժամանակ ամեն մեկը յուրովի է պատկերացնում ինչ պետք է բեմադրի, այո, եւ եթե այդ երաժշտությունը բաժին ընկել, օրինակ 2 կամ 3 հոգու, բնականաբար այստեղ է դժվարությունը կայանում, թե մուտքը ես այլ կերպ եմ պատկերացնում, դուք այլ ձև եք պատկերացնում, բայց պետք է նրանք կան մեկ ընդհանուր հայտարարի եւ կատարեն գրագետը։ Դա այդ ամեն ինչը փորձել ենք հաղթահարել մեր միջոցով, այսինքն նրանք առաջարկել են մենք գալիս ենք մենք մեր խորհուրդով եւ մենք էինք ասում, որը համարել առաջնային,
որպեսզի գործը առաջ գա։ Դե վաղը արդեն ընդհանուր հայտարարի ամբողջական կարողանակ արդյունքը այո վայելել։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Այո, շնորհակալություն թե ձեզ, թե նաև երեխաների ուսանողներին, որոնք որ մեծ աշխատանք են անում ու նաև այս ամենի ետևում կանգնած մարդկանց, ովքեր որ իրենց ներդրումը նույնպես ունեն։ Մենք հաջողություն ենք մաղթում ձեզ, ուսանողներին վաղվա ելույթի կապակցությամբ, շնորհակալություն, որ մեզ այսօր կալեցիք։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ հիմա արդեն ավաղ պետք է շատ արագ երաժշտություն լսենք ու հետո վերադառնանք ու մեր սիրելի հերոստատողներին նույնպես ասենք հաջողություն։